Այսի բոլոր մարդեցիի կողմից բարի կառույցն Քրիստոս է կառուցում մեր երկրի համար։ Թող կենթանի Քրիստոսը օրնից վերընտանիք։ Դա մեր երկրի համար չի, մեր ազգի, մեր ժողովրդի համար է, որ դա պահպան լինի, որ դա լինի խորհրդանիշ, ազգային վերածննդի ներքին հաշտության համերաշխության։ Ինչ վերջի աշխատանք։ Ես եմ շնորհակալ Աստված օրհնի ձեզ Բոլորիս, իմ ազգին, իմ ժողովրդին, ժողովրդասեր մարդ եք, մեր ժողովուրդը պարտական եք ձեզ ընդունելու։ Մի խոսքով ամսի 7-ին համար 7-ին ժողովուրդ ջան։ Ժողովուրդ, ուրեմն ամենակարևորը իմացեք, ես եմ պարտական։ Ամբողջ հանրապետությունով մեր մանգալով, տեսնելով մեր ժողովրդի ջերմությունը, հարգանքը, մոտեցումը, հյուրասիրությունը, մեկ անգամ ևս ավելի պարտավորված եմ զգում, քիչ եմ արել, ավելի շատ եմ անելու, բայց իմացեք, բարեգործությամբ երկիր չես կարող կառուցես, պետք է հնարավորություն տալ, հետևական կարգով, ինչ որ ասել եմ, մեկը 10 լինելու, անփորձ մարդիկ, ծանոթ բարեկամ, կուսակցական այն պաշտոններին չեն լինելու, որ իրանք փորձ չունեն։ Այսօր հիմնական բաց թողումը, որ նրանք ում պատահի պաշտոնի են դնում իրենց թիմից, իրենց հետ քայլողներից։ Պաշտոնի պետք է լինի այն մարդը, ով փորձ ունի, ով արդյունք է ցույց տվել եւ կարողանա լիարժեք տիրապետումը, որ դա կազմակերպի, իրականություն դարձնի, որ մարդը նայելով հասկանա իր մասին մտածող կա, իր մատից փուշանող կա։ Այսօր բոլոր ծրագրերը վերցրեք, նայեք, կարդացեք։ Փոքր ու միջին բիզնեսի համար, որ երկրի 60%-ը պետք է փոքր ու միջին բիզնեսով զբաղվի, 60-ից 80 միլիոն աշխատելու դեպքում ոչ մեկ իրավունք չունի իրեն ստուգելու։ Դա նոր ծիլեր է, նոր գործակցում, պետք է թույլ տաս, ամրապնդվի, զարգանա, հզորանա, 160 միլիոն դարավ, 1% պետք է տա։ Նոր դրանից հետո մարդը կացել է, գործը տիրապետում է, ասենք վաճառ գլավա, խնդի չկա, նորմալ սովորականի պես թող կազմակերպի աշխատի։ Այսօր ով վարկիտակա խորտակում է, ով ուզում է մի բան անի, հարկայինը մտնի գրի, շտրաֆներ, տուգանքներ, այսօր մեր ժողովուրդը դառնա տուգանքի մատերիալ։ Գույք հարկը ժողովուրդ ավելացրել են 100%, տարեկան 20% ավելացնում են։ Մանավանդ գները Երևանում ավելացել այնտեղ չեն հաշվում կադաստրային արժեքով, շուկայական գնով են հաշվարկում։ Գիտա արդարացի է, մարդը ամբողջ կյանքում ծառայել է իր երկրի համար, արվեստագետա, գիտնականա, բժիշկա, շինարարա, տունը ստացել է թոշակով հազիվ իր խորձերություն անձակացնում, 100%, եղբայր, անմիջապես գույք հարկը պետք է զերոյանա, դնում ես 2025 թվականից, ով Երևանում բնակարան կառնի, իր ասենք թե գույք հարկը լինելու 100 անգամ տան, որ մարդը հաշվարկի, կարելի առնել թե չի, դու մարդուն հանգարցակի ոնց ես բերում, թոշակունն էլ չի կարում վճարի, թոշակառույն ասում է, տները ծախի գնա սահմանամերձ գոտի, մարդը հարգարժան մարդ է, արե դրես տեցե խորը ծերության մեջ, իրա տնից հանես, քցես փողոց, նորմալ մարդը կարա չի բանանի, անարդարացի քայլեր շատ կան, պետք է վերականգնվի, ընտրողը դուք եք, ձայն տվողը դուք եք, որոշողը դուք եք, խիստ է, նայում են, ձերբակալում են, գործիցանում են, ակտերը գրում են, Ժորջան մի հայտարարեք, գնացեք ասեք չեմ ընտրում, կամ ինձ հարցում են ասեք քեզ եմ ընտրում, բայց գնացեք ձեր ընտրությունը, կատարեք, կատարած հետո պրծավ, պոեզը գնացել է, որոշում անելու են, կազմակերպել, իրանց հետ սիրուն ճամփու դնեն, ուրիշ Հետո այսօր կազմակերպելով, բոլոր մարզերից, տարբեր տեղերից հավաքելով դնելով, ինչ են ուզում ցույց տան։ Իրական, ոնց որ թագավորական ժամանակները, որ ասենք թե շորերն հագե գնացել մանեք, այդ ոչ թե 2 հոգով, 10 ավտոբուսով, հրամայելով, դպրոցներ, մանկապարտեզներ, չգիտեմ ասենք թե տարբեր կառույցների պատասխանատուներ, մարզպետերով, գյուղապետերով բերեք։ Հետո գնացեք մի հատ տնետուն հարցեք,
ձեր մասին ինչ են խոսում։ Հայրիկա մարդը ձև է թափելով կամ 8 տարվա մեջ։ Այ մի բան ասեք, ստեյց կպից էլ մարդ կլնի։ Ասեք, 8 տարվա մեջ ինչ է կարել։ Մի բան է, մարդիկ սպասում էին, գիշեր ցերեկ փողոցից տուն չէին գալի։ Սպասում էին, որ արդարություն պետք է լավ բան լինի։ Մենակ ասում են, ասֆալտ են կարել, դպրոց ենք սարքել։ Ասֆալտ էլ անձև է գալի։ Քանդվում է, դպրոցներն 59 դպրոց են սարքել, այս տարի 230-ը փակում են։ Էլ առանցները որն ամեն։ Արցախը հասնել են, պատերազմը պարտվել են, հողերը տվել են, զոհերը տվել են, չէ, 5000 չէր, 4-3890 էր։ Դա ինչ որ փրկություն է։